այս բարերը Բողոս Արաքյալի բարերն են իր նամակներում մեջ գրված իր հավատքի անսասանությունը ցույց տալու համար եւ այս հավատքը որ մեզի փոխանցվեցավ այ ժողովրդին 451 թվականին եւ որ մեզի գբարդացրեին վարսիկները որ մենք գրագաբաշխությունը ունենք ահա այս նույն խոսքերն որ Վարդան իր ընկերներով եկեղեցականներով բոլորը մեկ որպես ժողովուրդ այս խոսքերը ասին եւ պատերազմի տաշտիճան ինչպես այսօր դուք եկաք բոլորը որպես դպրոցականներ, տղաներ եւ աղջիկներ, ուսուցիչներ եւ դնորենություն բոլորը միասին իրեն գալ այդ գիշեր հաղորդություն արին պատերազմի տաշտիճների առջեւ Քրիստոսի առջեւ խոստովանեցան որովհետեւ պատրաստ էին Քրիստոսի համար իրենց կյանքը տալու մեր ժողովրդի եւ ուրիշ ժողովուրդներու կյանքի մեջ պատերազմները շատ են սակայն երբեմն թեփքեր կան որոնք փախտորոշ կլան այդ ժողովրդի պատմության համար եւ այդ ժողովրդի հիշողության մեջ գհիշվի հակառակ եթե այդ պատերազմը նույնիսկ ծիվով մեծ կամ հաղթանակով մեծ պատերազմը եղավ չլա նյութական տեսակետեր ինչպես ձեզ մե ամեն մեկը ձեր հիշողությունը ունի ասկե քանի մը դարիներ առաջ դու գալ նույն մարդն եք դու նույն աղջիկը նույն տղան սակայն գիտեք նաև որ դարիներու ընթացքին կամաց կփոխվի նույն անձը մնալով հանդերձ կամաց կփոխվի ինչն է այն որ անձը նույնը կբահե իր հիշողությունն է որը մենք կհիշենք ով է մենք կհիշենք ուր եկանք եւ ինչ ըրինք այդ տարիներու ընթացքին նույնպես ալ ժողովրդի պատմության մեջ իր հիշողությունն է կարևորը թե այդ հիշողության մեջ որ թեփքը կգերբարանափոխե կգազմավորե այդ ասկին ադգա ժողովուրդն է որ գորոշե օրինակի համար ցեզի պատմությունեն օրինակներ դանք երբ հույները եւ բարսիկները կգրվեին իրարու հետ շուրջ 480 թվականին Քրիստոսի առաջ բարսիկները մոտ 150 հազար զորքով Քսերքսես թագավորի գլխավորությամբ հարձակվեցան թեպի Հունաստան հույները բզդիկ բանակ մղրգեցին Լեոնիդաս Սպարտակու գլխավորությամբ ամբողջ 1000 հոգի բզդիկ ներ գիրջ մգար անց մգար այդ անցքեն բարսիկները պետք է կային եւ ինչքան ժամանակ այդ բզդիկ խումբը գրվեցավ եւ բահեց այդ մեծ բանակը բարսիկներուն եւ ի վերջո գիտան որ անոնցմե ամեն մեկնալ բիլի մերրի այնտեղ սակայն իրենց համոզում են վարչարցան, որև գիտեն, որ իրենք սկզբունքի համար կգրվեին եւ այդ սկզբունքը իրենց համար իրենց ազատությունն էր, իրենց լեզուն էր, իրենց մշակույթն էր, իրենց կրոնքն էր եւ ատկե ամիջապես հետո հույները բոլոր միացան եւ բարսիկներուն այնպես չարտ մտվին որ անգետո բարսիկները չհամարձակեցան այլևս արշավանք կազմակերպել Հունաստանի թեմ այդ 300 հատկապես սպարտացիները իրենց թագավորով անմահության քիթի մեջ կրվեցան եւ մինչեւ այսօր հույները լա եւ ամբողջ մարդիկը բոլոր անոնք որոնք ազատության համար կմտածեն ճիշտ այս հույներն է որ իրենց տասերին դարձեն եւ դակավին 74 թվականին մեր թվակնության երբ հրյաները ամուսնամպեցան հզոր հռոմեացիներուն թեմ եւ որովհետեւ իրենց համար իրենց կրոնքը իրենց ասկային ինքնությունը կնշանակեր եւ ուզեցին թոթափել հեթանոս հռոմեացիներու իշխանությունը
հռոմեացիները իհարկե մեծ բանակներով չարտեցին այդ բանակները, ըմպոսները գործանեցին Երուսաղեմի տաճարը։ Սակայն անոնցը մեկ խումբ փարսրացան լեռը, Մասադա լեռը, որտեղ գրեթե 1000 հոգի միայն ամրացան եւ ուզեցին շարունակել իրենց պայքարը։ Իրենց դեմ 10-րդ լեգիոնը բանակներեն մեկ մաս մղրգվեցավ, մոտ 10,000 զինվոր, ուրեմն 1000-ը 10,000-ի թեւ։ Եվ սկիզբը հռոմեացիները շատ պատերազմի արվեստի մեջ շատ գիտակ են։ Դեսան, որ ասլերը մաքրցելով չի գրնան պարսրնալ, ուրեմն այդների շուրջը հող լեցուցին, 5-6 ամիս, մինչև որ այդ հողը պարսացավ և հասավ գրեթե այդ պարդունքի ուրեմն բարիչվի աշտարակներուն և անգե հետո է, որ հարցագում կորդեցին։ Եվ երբ որ ի վերջո կրավեցին այդ պարդունքը և այդ պերտը, այդ 1000 հոգի են ամեն մեկնալ անցնասման եղած էր։ Իր կյանքը տված էր քերի չինալու համար։ Պատմությունը սիրելիներ երբեմն մոռացության գմատնե այսպիսի դեպքեր։ Հրյաներու պատմության մեջ ասիգա գրեթե մոռացված էր։ Մինչև գրեթե 2000 տարի հետո երբ հրյաները անկախություն ստացան։ Որովհետև ժողովուրդներ ոգևորվելու իրենց անցյալի պատմությունեն թաս առնելու օրինակներու գնային։ Եվ այսօր Մասադան այն սրբություն սրբոցն է իրենց, ուր ամեն մեկ երդասարդ, ուր ամեն մեկ զինվոր գերթա գերտվի հավատարիմ մնալու Իսրայելի ներկային և ապակային համար։ Այս ծևով այն 1000 հոգին հավիդենական թասմը ուդան հրյա ժողովուրդին։ Նույնը նաև մեր բարակային ավարայրի ճակատամարտն է։ Ճակատամարտը մեկ բզդիկ գրեմն է, battle։ Իսկ գրիվը ամբողջ պատերազմը, որ կսվի, այդ պատերազմը գրնա դարիներ դերել։ Եվ այս ճակատամարտի մեջ, իրականության մեջ, հայերը շատ բզդիկ խումբ մնային, շատ բզդիկ, հավանաբար 6-7 ամչիկային։ Բարսիկներն էլ հավանաբար 3 անգամ ավելի 25-30 հազար նույն ծիվերու համեմատությունն է գրեթե, ըսենք ինչպես հրյաները հռոմեացիներու թեմ։ Խնդիրը սակայն ծիվը չէ։ Խնդիրը սակայն պատերազմը հաղթելը կամ բարձվելն ալ չէ։ Խնդիրը սիրելիներ ոգին է, որովհետև երբ որ Վարդան պատերազմի թաշ կերտար, իր սիրելի զինվորներուն լսեր, այսօր լսեր, մենք պիտի աշխարհենք, որ ազատության համար այս պատերազմը մղենք, մեր դրոնի, մեր մշակույթի, մեր ինքնության համար։ Գսե երկու բանակներն ալ պիտի գրվեն իրար մեջ, ճիշտ է, բայց մենք արդարության համար է որ կգրվենք, արդարության գոմը պիտի բարձրանա։ Եվ այս լսելով և պատերազմի թաշ կերտային, ինքը և ավելի քան 1045 վգաներ գնահատվեին, բայց այդ օրվա գրիվը կգենար, սակայն պատերազմը 30 տարի կշարունակվեր։ Իհարկե, հայերը չէին գնար հզոր Բաշկաստանին բարձության մատնել, բզդիկ երկիր մներ Հայաստան այսօր, սակայն հայերը իրենց համարությամբ ստիպեցին Բարձկաստանին, որ փոխե իր ծրագիրը, հայությունը ցկե որ հայ մնա, իրենց կրոնքով, իրենց մշակույթով, իրենց լեզվով։ Եվ ասնույն Բարձկաստանը, որ կփորձեր հայերուն գրակաբաշխ դարձնել, քանի 100 տարի հետո իրենց կրոնքը պիտի ուրանային եւ իսլամություն պիտի ընդունեին։ Բահմը մտածեցեք, հայության վիճակը ինչ պիտի լար, եթե մենք կրոնափոխը լայք բարսիկներու հետ, անգե հետո բարսիկներուն հետ ալ ուրեմն գրակաբաշխություն են իսլամը ընդունեին, հայությունեն ինչ պիտի մնար։ Վարդան և իր ընկերները երբ գերտային ճակատամարտ, ճիշտ ասոր համար գերտային, պատկան մգուզեին դալ եկող սերունդներուն, եկող թարերուն, որ իրենք պիտի ինան, պիտի մերնին,
Սակայն հավիտենականության համար ուրեմն հույս պիտի ներշնչեին։ Եվ ադորամար այսօր, երբ որ հայ ժողովուրդը պատերազմի մեջ լա, երբ որ ետ գնայի, վարդանանց ոգին գարտնա իրենց մեջ, որ գրնան մերնիլ, մարդիկ գրնան մեր մարմինը սվանել, սակայն մեր հոգին, մեր մտածումները, մեր անկախության ցկտումները ոչ մեկը չի գրնալ ստրուկ դարձնել։ Այս ոգին է, որ սիրելիներ, եկած ենք միասին դոնախմբելու հիշադակը։ Եվ քեղեցիկ ցևով բոլոր այն անձերը, որոնք Սուրբի օր չունին, այսինքն անունին Հակոբ, Պետրոս, Հովհաննես, անուններ Դավիթ, որ Սուրբերու անուններ են, որոնք հիշադակվին հայկական օրացույցին մեջ։ Բոլոր անոնքները անուններն ու Սուրբերու հիշադակում չունին։ Տիգրան, Անտրանիկ եւ այսպիսի անուններ, բոլոր անոնց ցևով նաեւ դոնն է այսօր։ Այսօր դոնն է բոլորին, նաեւ աղջիկներուն, որը մենք գիտենք, որ վարդանանց գրիվեն սկիզբեն եւ գրիվեն ամիջավես հետոյա այդ 30 տարիներուն ընթացքին մեր քույրերը, մեր մայրերը ամեն տեսակ չարչարանքներու, դժվարություններու հանդիպեցան, սակայն իրենց բալատները ցկելով, անաբատները կամ քարքարով տեղեր երթալով իրենց հավատքը չուրացան։ Եվ ընդհակառակը իրենց ամուսիններու, իրենց հայրերու հավատքը փոխանցեցին իրենց զավակներուն եւ եթե պետք եղավ իրենց տորիկներուն։ Այսօր մենք հայերը սիրելիներ Ավստրալիո մեջ այդ բայկարի զինվորներն ենք։ Մենք դուք որպես դպրոցի աշակերտներ, ծեր ուսուցիչներով դունորոնության բոլորս միասին ասմույն բայկարին մեջն ենք։ Բայկարի դարբեր ծևեր կան։ Կարևորը որպես հայ վարդանանքը մեզի համար իմաստ ունենա, գոյություն ունենա, որպեսզի մենք որպես հայ, օգարին հոգը չէ, հայը միայն վարդանանքը գրնա նշել, հայը միայն վարդանանքով գրնա ոգևորվել, եթե մեր այդ հայությունը բարբվի, այն ադեն վարդանանք բարապտեղը մերացվի լավ։ Անոնք պիտի թատրին սուրբերը լալե, որ է սուրբերուն հիշադակը հիշող պիտի չլա։ Միշտեր մենք կհավատանք, որ այնքան ադեն այդ սուրբերուն հիշադակը մեր միտքերում մեջ, մեր գործերում մեջ, մեր ամենակ օրյա կյանքի մեջ վար պիտի մնան, ոչ միայն անոնք սուրբեր պիտի դառնան, այլ իրենք մեզի նաև իրենք ճանապարհով պիտի առաջնորդեն, հայ մնալու համար, մեր հավատքով, տեսեք մեր հավատքով գսեն, մեր առաքելական եկեղեցի հավատքով, այնադեմ ոչ փոխականություն կար, ոչ ուրիշ բան կար, այնադեմ մեկ առաքելական եկեղեցի մկոյություն ուներ եւ բոլոր հայությունը այդ եկեղեցի շուրջը, այնտեղ ոգին Սահակ կաթողիկոսին, ոգին Մեսրոպ Մաշտոցին եւ անոնց թորներուն եւ ձորներուն, որոնք եկան եւ ավարայրի թաշտին մեջ իրենք փաստեցին, որ իրենք դժմարիտ քրիստոնյաներն են, դժմարիտ հետևորդներն են, ոչ միայն իրենց նախնիկներուն, այլ նաեւ անոնց մե առաջ եղած առաքյալներուն մինչեւ մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Մեր հավատքը սիրելի աշակերտներ քեղեցիկ հավատք ունեն։ Այդ հավատքին համար տեսեք ինչքան արյուն եւ աշխատանք կապված է։ Եւ այսօր ալցեր դպրոցներում մեջ ցեզի ուսուցիչները միայն ուսում չէ որ գուտան։ Ուսումը սիրելիներ միայն մարդ չի դարձնել։ Այդ ուսման յետև եղող փարոյականությունը, փարոյական արժեքները, մեր ազգային ինքնությունը անիկա է որ մեզի գտարցնե հայ քրիստոնյա, հայ հավատացյալ, հայ ավստրալիացիմը։ Եվ այդ է մեր առավելությունը, ոչ միայն դարբերություն ուրիշներեն, այլ նաև առավելությունը, որ մենք ավստրալցի ըլլալով հանդերձ ուրիշ նաև մշակույթ եւ ժառանգություն ունենք, հոգեվոր, գիտական եւ մարմնավոր իմաստով, որովհետեւ մենք ուրիշ հայրենիք մնալ ունենք,
ազատանկախ Հայաստան մնալ ունենք, Արցախ մնալ ունենք, եւ այդ բոլորը մեզի կպատկանին եւ ոչ թե մեկ ուրիշին։ Այս գիտակցությամբ սիրելիներ, ես կմաղթեմ, որ դուք միշտ վարդանանց այս տոնին միասին հաղորդվենք ոչ միայն Հիսուս Քրիստոսի մարմինով եւ արյունով, այն նաեւ մեր նախնիներուն մեզի տված թաշկերագությամբ այդ պայքարի ոգիով, որ մենք ալ շարունակենք մեր հայության ճանապարհը, մեր հայ քրիստոնեության ճանապարհը, այսօր մեր դպրոցով, վաղը համալսարներով, մյուս օր մեր ընտանիքներով, ինչու թե նաև մեր ամբողջ կյանքով։ Վարդանի հոգին եւ անոր ընկերներու հոգին կմաղթեմ, որ ցեզ ամեն մեկու հոգի մեջ մտնե եւ դուք փոթորվեք եւ դուք աշխուժանաք, որպես հայ հավատացյալներ, դժբարիտ Վարդանի թորները այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն